իրավիճակի հետ։ Ասեք նախ արձանագրումը հա ձեր նշածի Չէ, ոնց որ հիմա է աշխատում։ Շարունակելով հա ձեր արձանագրումները մեծ լսողների համար եւս մեկ անգամ ասենք, որ իշխանության համար այսօր չէ, արդեն երևի շուրջ 2 տարի կլինի, ինչ 2-3 տարի առհասարակ վերացել են իրավական որևէ խոչընդոտները կամ իրավական, իրավակարգի, մշակույթի թույլատրելի իմաստով որևէ կարմիր գիծ, ինչ չի կարելի անել քաղաքական հետապնդումների արդյունքում, նկատի ունեմ այնքանով, որ դեռևս գուցե չենք ասել ինչ-որ ֆիզիկական վերացման օրինակների կամ դրանք գուցե համատարած չեն, դրա մասին չենք խոսում, բայց դրանից այս կողմ ամեն ինչ արվել է, ամեն տեսակ անհեթեթ հորինված նարատիվներով, առանց նարատիվների քրական հետապնդումներ մենք տեսել ենք։ Այսինքն հասել ենք մի իրավիճակի, երբ գիտեք ժամանակին կամ մշտապես լավ ասեմ, հա հնում, երբ որ մերթ թե հաճախ լինում էին քաղաքական հետապնդումներ, դրա տակ պետք է ինչ-որ լեգենդ լիներ։ Լեգենդ նկատի ունեմ ոչ թե քնիչի այն սևագիրը, այն թանակը, որը հանձնվում է, հա, թղթին ու ինչ-որ դառնում է որակում հանցակազմի, այլ պետք է հանրության համար ինչ-որ հասկանալի պատմություն այդ ամեն ինչը լիներ։ Ես կարծում եմ այդ փուլն էլ է անցել եւ օրինակ նույն Սամվել Կարապետյանի դեպքը այն կլասիկ օրինակներից է, մեր սրբազանների դեպքերը, երբ արդեն այդ պատմությունն էլ հարկավոր չէ, մեծաշով կա նպատակ քաղաքական այդ հին ռոմի լեզվով ասած դեցիմացիան անելու, հա, ու անում են։ Խոշոր մարդկանց, ղեկավարների քաղաքական ուժերի, ոչ ղեկավար հանդիսացող, նկատի ունեմ ոչ առաջի դեմք հանդիսացող, բայց այդ կուսակցությունում ինչ-որ առանցքային կառուցվածքային աշխատանք կատարող, օրինակ մեր Խաչիկ Գալստյանի բարագայում, տարբեր նպատակներով, հա, կամ օրինակ նմանատիպ մարդկանց նաև ազատազրկում են այլ կուսակիցների, կուսակցության ղեկավարի ակտիվացման կամ ինչ-որ բան հասկացնելու կամ փորձելու կանխել նրա հետագա քայլերը, այսինքն տարբեր էսպիսի, բայց բոլոր քաղաքական նպատակներով այս ազատազրկումները շարունակվում են։ Հիմա ինչպես սա կարող է կանխարգելվել։ Առհասարակ ինչու պետք է նույն դատարանը չկատարի այդ ապօրինի կալանքի որոշումները, դրա համար մի քանի մոտիվացիաներ կամ խոչընդոտներ կարան լինեն։ Մեկը դա իր ներքին համոզմունքն է, մշակույթն է, իրավակարգի պահպանման ուղղությամբ, հա, որը շատ խորը, երևի ամենակարևոր, բայց ամենադժվար հասանելի հանգամանքն է։ Երկրորդ տարբերակը դա երբ որ դատավորը իմանա, որ այսօր չէ, վաղը, մի տարի, 3 տարի հետո կենթարկվի պատասխանատվության, այսինքն պատասխանատվության անխուսափելիության հայտնի սկզբունքն է, որի մասով կա հակառակ կանխավարկած դատավորների մոտ, որովհետև ասում են դե այն ժամանակ էլ ասում էին անում էինք, փակում էինք, հիմա էլ ասում են փակում ենք, վաղ գա երրորդ ուժը կասի կփակենք։ Այն ասեք անենքի տրամաբանությամբ ուղղակի կալանքներ տալու թեմայով։ Հիմա եթե հաջորդ քաղաքական ուժը սրանց փոխարինող ունեցավ այդ համարձակությունը ու այդ առնվազն այդ ամենաերևացող կարկառու ներկայացուցիչներին այդ կաթի վրի սերը վատ իմաստով, հա, հավաքեց, այսինքն պատասխանատվության ենթարկելու հետևից գնաց, ակնհայտ ապօրինի գործունեություն իրականացրած նույն դատավորներին եւ դատական իշխանության պատասխանատուներին, գուցե մյուս իշխանությունների ժամանակ դատավորը ասի չեմ անի, եթե հասնի նրան, որ պիտի ինչ-որ խնդիր ունենա, գուցե հեռանա դատական իշխանությունից, բայց շարունակի չանել, հասկանալով, որ այդ մի դեպքը չարժի այն մյուս 5-10-15 տարին, որ ինքը անցկացնելու է քրեակատարողական հիմնարկներում։ Այսինքն այդ սառը չոր հաշվարկը կարողանա իրականացնել։ Մեր պատմությունը մինչ օրս այդ հնարավորությունը մի քիչ է բնազդային կենթանական իմաստով, հա, այդ վախը ունենալը ցավոք սրտի դեռևս չի տվել մեզ։ Հիմա Պարոն Պողոսյանը երկար շատ եւ լավ հանգամանալից խոսեց մի բանի մասին, մի շատ բաների մասին, բայց դրանցից մեկը ըստիս եթե հա զտենք, sense փորձենք սեղմենք, այդ քաղաքական բալանսի առկայությունն է։ Դուք էլ հարցերը դրա մասին տվեցիք։ Ըստիս
իրականում այդ գլխավոր դատախազ մյուս առանցքային պաշտոնյաների համար, նաև դատական իշխանության, այդ բարձրագույն դատական խորհրդի, սահմանադրական դատան, վերևում կան գնացածյանների համար ինչ որ իրավիճակ կփոխվի, երբ մեր երկրում քաղաքական բալանս հաստատվի այն իմաստով, ինչպես նշեցիք Միացյալ Նահանգներում, 1-2 հաճախ սենատորների կամ կոնգրեսականների տարբերությամբ իշխանություն է փոխվում։ Այդ բալանսը երբ Հայաստանում հաստատվեց, երբ սահմանադրական մարմինների ղեկավարները, անդամները նշանակվեցին կոնսենսուսով, ուզես թե չուզես կոնսենսուս ձեռք բերելու, կանոնով, այդ պարագայում ես վստահեցնում եմ, այդ անկախ հանձնաժողովների, կենտրոնական բանկի, բարձրագույն դատական խորհրդի, դատավորների, բերինացյանների, անդամները կլինեն լրիվ այլ տրամադրվածությամբ եւ կախվածությամբ։ Այդ կախվածությունը գիտեք մշտապես էլ ինչ-որ չափով կա, նույն Միացյալ Նահանգներում է կա, բայց եթե մեր մոտ դա մշտապես այդ մի օրվա ուժն է, Միացյալ Նահանգներում մի գերագույն դատարանի անդամին կամ մեկին չի ասենք 3-ին դեմոկրատներն են նշանակել, 4-ին ասենք հանրապետականներն են նշանակել եւ մշտապես էլ չեմ ասում ավելի ներքև, եթե նահանգային մակարդակում խոսենք իրենց դատախազների եւ դատավորների, քաղաքական այդ տարբերությունն ու հակվածությունը, բաժանումը դեմոկրատներ եւ հանրապետականներ եւ դրանց կողմից նշանակվածներ համատարած է։ Եվ մենակ այն պատճառով չի, որ ավելի հասուն են, ավելի ժողովրդավար են եւ այլն եւ այլն։ Կա նաեւ այդ տնտեսական եւ քաղաքական բալանսի հանգամանքը, որը իր դերը միանշանակ կատարում է։ Վերջին դեպքերն էլ եթե չգիտեմ, եթե ակտիվ հետևողները նույն Միացյալ Նահանգների նորություններին գիտեն, որ վերջերս իրական մարմիններից իմիգրացիոն հարցերով զբաղվող իրական մարմինների ներկայացուցիչներից մեկը զրկել էր կյանքից մեկին, ով որ ըստ այդ իրական մարմինի աշխատակցի փորձել էր վրաերթի ենթարկել իրեն, այնտեղ տարբեր վեճեր կա, այդպես էր, այդպես չէր, դրա մեջ չեմ ուզում խորանամ, նախագահի մակարդակով, որը հաճախ չի լինում Միացյալ Նահանգներում, իր խոսնակի այդ բանի դիպարտմենտի այդ կոնկրետ գերատեսչության ղեկավարի մակարդակով բոլորը կանգնեցին ի սկզբանե պաշտպանելով կրակողին, այսինքն իրական մարմնի աշխատակցին, ի սկզբանե այդ նույն սխալը կատարելով, թե քննությունը ուր կգնա, կհաստատվի, չի հաստատվի, ես այսօր բրիտանական տելեգրաֆներ, եթե չեմ սխալվում, դրա վերաբերյալ որոշակի ինֆորմացիա էր հրապարակել, մի շարք քննիչներ, հետաքննիչներ, դատախազներ այն հանգամանքով պայմանավորված, որ իրենց ճնշում են անել այսպես կամ այնպես, այդ գործի հետաքննության մասով, մի շարք ասելով 1 չի, 2 չի, 3 չի, ուղղակի դուրս են եկել աշխատանքից եւ չեն կատարել այդ պահանջը, որը ակնհայտ է բոլորի համար, որ քաղաքական պահանջներ են։ Հələ իրենց պարագայում ուզում եմ հիշեցնեմ, որ կա այս interim elections կոչվածը, որը այս մոտակա ժամանակահատվածում լինելու է եւ շատ հնարավոր է քաղաքական բալանսի փոփոխություն լինի եւ հակառակը process-ը գնա, այդ օրինակ այդ քննության արդյունքում բարձվի անձը մեղավոր եւ ենթարկվի պատասխանատվության։ Այսինքն ասածս որն է, ոչ թե խնդիրը մեր մեջ է, որ մեր ազգը բոլորս վատն ենք, զարգացած երկրներում բոլորը լավն են, այլ շատ էական է, որ մենք նաեւ մեր բնակչության ընտրություններին մասնակցելու բարձր աստիճանի շնորհիվ հասնենք այդ քաղաքական բալանսի, որևէ իշխանություն նման լեկտի ամբռնազբոս եւ հանցագործ ոնց որ այսօրվանն են չի կարող լինել, անգամ եթե դա ֆաշիստական ռեժիմը լինի, չհասնենք բռնություններին եւ այլն, եթե նկատում եմ գաղափարապես լինի ֆաշիստական։ Եթե այդ քաղաքական բալանս, այսինքն այդ ձեռքը բռնողը ձեռքին խփող, այդ քաղաքական ուժի աստիճանը այդ մակարդակի լինի։ Հիմա նույն դատական համակարգում, եթե հիշեք, ամեն ինչ այսքան վատ չէր տարիներ առաջ, նկատի ունեմ առնվազն ենթարկվելիության առումով։ Հələ հակառակը, երբ իշխանապահությունը տեղի ունեցավ 18 թվականին, ունեինք իրավիճակ, երբ մեծամասնությունը պաշտոնյաների նշանակված էր նախորդ իշխանության կողմից, գործադիր իշխանությունը կտրուկ հակառակ մարդիկ էին իրականացնում եւ ինչ-որ ժամանակ կար, անգամ այս իրավական հանդույթի մեջ խոսում էին այսպիսի անկախ վիճակ երբեք չի եղել, բայց մարդիկ չէին գիտակցում, որ այդ հենց այդ քաղաքական բալանսի կարճ ժամանակն էր, որ մենք ունեցանք, երբ բոլորը չեն նշանակված այդ պահին այդ օրը գործող իշխանության կողմից։
Ինչ արեցին այս իշխանությունները, ընդունեցին տարբեր հակասահմանադրական օրենքներ, կհիշենք սահմանադրությունը հակասահմանադրական եղանակով փոփոխեցին առանց սահմանադրական դատարան ուղարկելու, հետո այդ սահմանադրական դատարանը մարսեց այդ հակասահմանադրական քայլերի որոշումներով, փոխեցին մեծ մասին վերինացիաների դատարանների, ընդունեցին տարբեր օրենքներ, այսպես թափով կրճատեցին ներքևի դատարանների դատավորներին, կհիշենք քրեական դատարանների հետ տեղի ունեցած հանգամանքը, երբ կալանքի դատավորներ եղան, հետո դրանք դուրս եկան, հետո մի մասին հեռացած, ստեղծեցին անվերջ թափուր տեղեր եւ լրացրեցին նոր մարդկանցով, ավելի իրանց տոյար մարդկանցով եւ այլն եւ այլն։ Հիմա սա է, իհարկե սրա պատասխանը նաեւ նոր իշխանության գալու պարագայում ես կարծում եմ դպրոցական ժամանակվանից կրթության մեջ է իրավունքների նկատմամբ ավելի պահանջատեր հասարակություն ձևավորելու առումով, որպեսզի այս տիպի ամեն մի խախտման մասով ինքնաբուխ մեր մոտ մարդիկ պետք է դուրս գան փողոց եւ դժգոհություն արտահայտեն։ Բայց սա տարիների երկար ժամանակների ավելի շատ հարց է։ Եթե մենք խոսում ենք համակարգի մասին, մենք պետք է նպատակ դնենք, հասնենք մեխանիզմները շատ կարող են լինել, տարբեր կարող են լինել, այդ քաղաքական բալանսին եւ պատժի անխուսափելիության հանգամանքին առնվազն այն առաջին շարքում են կարկառում հրաման տվողների կամ վճիռ կայացնողների մասով, ում մասով կասկած չկա, այսինքն 50-50 չի ես դատավորը պատվեր է կատարել, թե չէ, ես դատավորի մասով կան տվյալներ, թե չէ։ Բնական է, խոսքը գնում է իրավական ճանապարհների մասին, երբ որ դրանք կապացուցվեն այսօրվա գործող օրենսդրությամբ։ Բայց այդ մարդկանց մասով միանշանակ պետք է լինեն քայլեր։ Չեղան այդ քայլերը, դա լինելու է օրինակ նոր դատավորներ դարձած մարդկանց համար, որ ինչի գնան ռիսկի հակառակվեն առկա օրվա իշխանություններին, չկատարեն այդ քաղաքական պատվերը, գնան տուն կոպիտ ասած կարիերան վատնեն եւ չիմանան ինչի համար։ Եթե խոսենք մի կողմ դնենք արժեքային հանգամանքը, հա։ Իսկ երբ որ այդ օրը կգա, որ այդ սառը հաշվարկը արդեն կլինի կատարել, մարդիկ կլինեն ճաղերի հետևում, ովքեր քավորներն են, հա, բոլորի դեմքերը անգիր բոլորի գիտեն այս ապօրինությունների, ես կարծում եմ իրական փոփոխություններ շնորհ կլինեն։ Շնորհակալություն պարոն Հակոբյան։ Համակարգի եւ կազմակերպությունների մասին, օրինակ Բեկամվեց Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը տնային կալանքը տնային կալանքով փոխարինելու վերաբերյալ եւ առաջիկայում Սամվել Կարապետյանը ելի կհայտնվի ԱԱԾ քրեակատարողական հիմնարկում, այսինքն այսպիսին է մեր արդարադատության իրավիճակը եւ դուք շատ կարեւոր հանգամանք նշեցիք, որ այլևս առանձնապես չեն էլ այսպես ջանք գործադրում այնպես